միլիոն դոլարանոց AI ստարտափ 1 հոգով։ Արդյոք սա միֆ է, թե իրականություն։ Այս հարցի պատասխանը գիտի մեր հաջորդ խոսնակը, Smart Click AI եւ Harmony AI ընկերությունների հիմնադիր հայտնի ստարտափեր Ռեմ Դարփինյան։ Մի հատ հարց տամ, էլի մարդ կա, որ ստեղ AI չի օգտագործում։ Ձերքեր չեմ տեսնում։ Ինչ որ մեկ չկա, մի հոգի, հա, вообще չեք օգտագործում։ Հետաքրքիր է, որ ես մոտ մի 5 տարի առաջ մի հատ էլի խոսնակ էի միտեղ, 400 հոգի մարդ կար զալում, հարցրեցի ով է AI օգտագործում, 2 հոգի սենց վախենալով ձեռ բարձրացրեց։ Հա, իրանք 5 տարի առաջ AI-ը բոլորովին ուրիշ էր, դուք պատկերացնում եք, էլի։ Բայց բացատրեցի, որ դուք իրականում AI շուտվանից եք օգտագործում, որովհետև եթե դուք ունեիք հեռախոս, որը ձեր երեսով unlock էր լինում, արդեն դուք AI օգտագործում եք, դուք դրա մասին պրոստը չգիտեիք։ Հիմա AI-ը դարել է արդեն առօրյա մեր բան, գործիք։ Եվ սկսեմ նրանից, որ պատմեմ մի հատ, թե ինչ գործերը արդեն AI-ը ավտոմատիզացրել, այսինքն այս այն մարդիկ են, որոնք մեծ հավանականությամբ իրենց գործերը կորցրել են։ Ամերիկայում customer support-ը արդեն համարյա գոյություն չունի, հասկանում ենք, չէ՞ որ արհեստական բանականությունը անգլերենով շատ անգամներ ավելի լավ է խոսում, քան թե հայերենով, եւ customer support-ը արդեն շուտվանից ԱՄՆ-ում փոխարինվել է արհեստական բանականությունով։ Content գրողներ, ով է մտածում հիմա, ասենք, առաջ տեքստ էր պետք գրելու մեկ տալի, որ գրի, մարդ կար պրոֆեսիոնալ կարում էր գրի։ Հիմա ChatGPT-ին ում ձև ուզում եք, ասեք գրեք, ասենք բացատրում եք, ասում եք, ես ինչ գրողի նման են, ինչ գրողի նման ցանկացած ձև։ Հա, այնպես կենացներ է գրում, հայերենով կենացները այդպես լավ չի, չէ, լավ չէ, ես փորձել եմ։ Հա, ես այդպես հարսանիքի համար ուզեցի մի հատ կենաց գրի, սխալ բաներ տվեց, այդպես, հա, դե ես եմ ուրեմն կովրա տրեյն արը։ Դու հին բաները տվել ես տվյալները, երևի հա դրա վրա, հա։ Social media-ի content գեներացնողները, data entry, տարբեր գործեր արդեն, հա, խոսացինք դաժե հաշվապաներից, որ արդեն հաշվապաններն են հեսա փոխարինվում արհեստական բանականությամբ, բայց Էդգարը նոր մի հատ բան ասեց մարդկանց փոխարինելու է ոչ թե արհեստական բանականությունը, այլ մարդիկ, որոնք օգտագործում են արհեստական բանականություն։ Ես երեք մի հատ շատ հետաքրքիր խոսակցություն ունեցա կոլորիստի հետ, նու կանայք կհասկանան, որ մազերը ներկում, հա, տենց զրուցում էինք, մոտիկ մարդ էր, զրուցում էինք արհեստական բանականությունից եւ ասում դե իմ գործս, ասում հավերժ է, էլի, դե ես մազեր եմ ներկում, արհեստական բանականությունը իմ գործը չի փոխարինի, ասում եմ լավ, քո գործը ինչ է, դե ասում նայում եմ մազի տիպին, մտածում եմ ինչ ներկ օգտագործեմ, ոնց անեմ, որ այդ գույնը ստանամ, ասում եմ ես կարամ մի հատ ծրագիր գրեմ, որ այդ տեսնելով մարդու մազերի տեսակը, ձևը, գույն, ինչ գույնի է հիմա, ինչ գույն վերջում պետք է ստանանք, իդեալական կասի ոնց է պետք անել։ Այսինքն ինքը մտածում էր, որ արհեստական բանականությունը իր համար, իր գործին չի սպառնում, բայց իրականում ես իրան բացատրեցի, որ եթե ես վաղը որոշեմ կոլորիստ դառնամ, չգիտեմ ինչու, ես չի, որ ես մազերից շատ լավ մասնագետ եմ, բայց ես կարամ դա անեմ, ու ես ժամանակի ընթացքում կկարողանամ ավելի լավ դա անել, որտեվ ինձ արհեստական բանականությունը հերթականությունով կտա ինչ անեմ, իդեալական գույնը բռնեմ, եւ շատ արագ ես իրան կարամ գործից դուրս մղեմ։ Չնայած նրան, որ ինքը արդեն տարիների փորձ ունի, շատ լավ մասնագետ է, իդեալական կարողանում է այդ գույնը բռնի։ Ուտե ինքը հասկացավ, որ ինքն էլ արդեն պետք է օգտագործի արհեստական բանականությունը, որ ել ավելի լավ իր գործը անի։ Բայց մեր այսօրվա թեման արդյոք մի հոգին կարող է ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կարժենա $1 միլիարդ, հա, տենց միայեղջյուր, ոնց որ ասում են unicorn, անգլերենով ասած։ Ձեր կարծիքով սա հնարավոր է։ Միանշանակ, հա, քանի հոգի արդեն ձեզանից սարքել $1 միլիարդ կազմակերպություն։ Քանի հոգի ուզում սարքի։ Ահա, լավ, հեսա բացատրենք ոնց է կատարվում։ Այստեղ ձերքերը շատ են, լավ է։ Շատ ուրախացնում է։ Միլիարդը քիչ է։ Դե արդեն շատ դու բանով ես չափում, հա, Իլոն Մասկով ես չափում, ինքը տրիլիոնատեր է, տենց արդեն հələ տեղ շուտ է, հələ լավ։ Լավ, 24 թվականին Սեմ Ալտմանը, ChatGPT-ի հիմնադիրը, OpenAI հիմնադիրը, որը ChatGPT-ն է, ասում էր, որ
10 հոգանոց կամպանիաները շուտով կդառնան միլիարդավոր valuation ունեցող կազմակերպություններ, շուտ ալինելու AI միջոցով դա ալնելու է 24 թվականներ է սա ասում, որ դուք պատկերացնեք։ Դրանից մի տարի հետո Anthropic-ի հիմիկվադրությամբ իրենք են ավելի մեծ քան թե ChatGPT-ին, Claude-ի հիմնադիրը ասում էր, որ 70-80% շանս կա, որ 26 թվականին սա արդեն կլինի, կհայտնվեն մարդիկ, որոնք կստեղծեն այդպիսի կազմակերպություն։ Բայց մինչև դա անելը մի հատ ուզում եմ մենք համեմատենք մարդուն արհեստական բանականության հետ։ Նու սխալ է մի քիչ sense համեմատելը, ստեղ մարդու նեյրոններն են, հա, տենց ասած, աճում նեյրոնական ցանցն է։ Մի քիչ ճիշտ չի համեմատել, քանի որ մարդիկ փորձել են արհեստական բանականությունը սարքեն մարդու նման, բայց մարդիկ ունեն նեյրոններ, արհեստական բանականությունը ունի տարբեր իրենց պարամետրներ, հա, որով ինքը չափում է իր խելոքությունը, տենց ասած։ Հիմա մի հատ համեմատենք, տեսնենք արդյոք արհեստական բանականությունը բավականին խելոք է, թե չէ։ Ձեր կարծիքով ինչքան խելոք արհեստական խելացի է արհեստական բանականությունը ռեգուլար մարդուց։ Ձեր կարծիքով։ Թվեր։ 50% է խելոք, 20% է խելացի, տենց ավելի։ 7 100 0 Մարդն է խելացի, մարդը 0-յա թե մարդը խելացի ավելի։ Լավ։ Քանի անգամ է խելացի։ AI-ից։ Հա։ Մտածում է։ Դու սխալ AI-ի հետ ես շփվում։ Ճիշտ AI չգիտես։ Չէ, լավ, դե դուք էլ ոչ ասեցիք, միլիոն անգամ մլներ, ուր էինք ասել հիմա։ Դե հա, մի մարդը մի հատ AI-ի հետ ենք համեմատում։ Էդ էլ է բան, էդ էլ մի քիչ չի ասի։ Լավ, եկեք նայենք մի քիչ հետաքրքիր փաստեր ձեր ասեմ, որ պատկերացում կազմեք։ Սա ճիշտ չի իրականում, ոնց որ համեմատելը մարդու խելացիությունը արհեստական բանականության խելացիության տարբեր պարամետրներ կան, բայց մոտավորապես որ պատկերացում կազմեք, հա, այն աստղ կա, ծովային աստղ կա, գիտեք, երևի տեսել եք, հա, չգիտեմ, կարող իսկական ձեռը տվեք, ինքը ունի ինքնամենը 500 հատ նեյրոն։ Ինքը խելոք չի, չէ՞, եթե այդպես խելացի չի, եթե այդպես պատկերացնում եք, հա։ Խխունջը ունի 11000 նեյրոն իր ուղեղում, հա։ Խխունջին մենք չենք համարում, որ դա խելացի կենդանի է։ Գնալով բանանը, մրջյունը, որը մենք համարում ենք շատ աշխատասեր, բավականին խելացի կենդանի, որտեղ իրան կարողանում են ճանապարհ գտնել, գնալով տենում եք, չէ՞, նեյրոնների քանակը աճում է։ Դա բերում է նրան, որ մենք այդ կենդանուն արդեն ավելի խելացի ենք ընկալում որպես, հա։ Խամյակները 90 միլիոն, ինչ խելացի կենդանիներ են, չէ՞, արդեն գնացինք։ ChatGPT-1 ուներ 117 միլիոն պարամետր։ Այսինքն դուք երբևիցե չեք տեսել ChatGPT-1-ին, որտեղ 2018 թվականին, բայց ինքը խամյակի նման էր, էլի համարյա խամյակի խելք ուներ, որ պատկերացնեք։ Գնացինք Ջայլամը, լավ խելացի է, անուն են կպցնում Ջայլամին, բայց Ջայլամը պարզում է, որ ինքը տենց բավականին ավելի խելացի էր։ Այնքան համարյա ուներ նեյրոնների քանակ, ինչքան ChatGPT-2-ն էր, երկուսն էլ չեք տեսել դուք բոլորդ։ Սա ինքը private է գնացել, մեծ կազմակերպություններն են տակից օգտագործել, մարդկանց հասանելի դա չի եղել։ Շունը 3.5, մարդը 86 միլիարդ նեյրոն մենք ունենք։ Միջին մարդը, մարդիկ կան շատ, մարդիկ կան քիչ, արդեն մարդ կա օգտագործում է, մարդ կա չի օգտագործում։ ChatGPT-3-ը արդեն տեխնիկապես 2 անգամ ավելի խելացի էր, քան թե միջին մարդը։ Տեխնիկապես, հա։ Ես հիշեցնեմ, որ բոլորը մեծամասնությունը մարդկանց սկսեցին ծանոթանալ ChatGPT-ի հետ 3.5 վերսիայից, որը 2022 թվականին դուրս եկավ, մի քիչ ավելի տենց խելացի վիճակում էր այսինքն։ Այսինքն իրենք թողարկեցին ChatGPT-ին, երբ որ հասկացան, որ գոնե միջին մարդու խելացիության լեվելի հասել է։ Բայց հետո եկավ ChatGPT 4-ը, որ արդեն 21 անգամ տեխնիկապես ավելի խելացի էր, եւ հիմա մենք այստեղ ենք ChatGPT 5.5-ի մեջ, որը 9.7 տրիլիոն պարամետր ունի, որը մոտավորապես 112 անգամ ավելի խելացի է, քան թե միջին մարդը։ Մենք ստե չենք խոսում իհարկե սինապսների մասին, կապերի մասին, մասնագիտական բաների մասին, բայց սա խոսում ենք ընդհանուր միջին մարդու խելացիությունը համեմատած միջին արհեստական բանականության պարամետրների հետ։ Բայց այսօր խոսում ենք մարդը արհեստական բանականությունով, այսինքն այս 86 միլիարդ
անգամ 9-7 տրիլիոնը կարան իրար հետ տրիլիոն դոլարանոց բիզնես սարքել, չէ՞։ Ճիշտ է, միլիարդ չի արդեն, տրիլիոն ենք սարքում։ Մի հատ տղա կա, ուրեմն, որը 2024 թվականին կազմակերպություն է ստեղծել, օգտագործել է մենակ արհեստական բանականություն եւ մի տարվա մեջ կարողացել է $400 միլիոն եկամուտ ստեղծել։ $400 միլիոն մենակով։ Մի քիչ գործերը բան արել, շատացել է, աղբորն է գործին ընդունել եւ իրենց հաշվարկներով 2026 թվականին 1.8 միլիարդի դոլարի վաճառք կանեն արդեն։ Ինչ կապ ունի, ինչա ծախում։ $400 միլիոն վաճառք է արել, հիմա ինչա ծախել, իրա գործնա, չէ։ Ընդ լիքը բաներ է արել, fake բժիշկներ է հորինել AI-ով, fake post-եր է գրել, like-եր է fake դրել, ամեն ինչ մենակով չէր կարող անել հիմա։ Բայց խնդիր ինչի մեջ է, այսինքն ինքը մենակով տունը նստած օգտագործելով տարբեր արհեստական բանականության տեխնոլոգիաներ, ստես դեմքով, ուրախ իր համար անգործ տղա է եղել, ասեմ, այտենց մտածել ասել է ինչ անեմ, վաճառելա մեդիցին չի բաներ է ծախել, բիոակտիվնի դաբավկեք եւ նիհարելու տաբլետկաներ։ Դե հիմա այտենց դե գիտես Ամերիկայում ոնց է, իրանք մի հատ թողում են փող աշխատես, հետո ձեռից դվեկալում են, քեզ մի քիչ տակը փող թողում են, էլի։ Բայց ֆակտն եմ ասում, որ հնարավորություն կա տեխնիկապես հասցնելու այս լեվելի, հա։ Բայց եւ իրան որ համեմատում ենք մրցակիցների հետ, իր ամենամեծ մրցակիցը 2017 թվականին ստեղծված կազմակերպություն էր, որ ուներ 2400 աշխատակից։ Ինքը նույն բանին կարողացել է հասնի 2 հոգով։ Ինքն ու եղբայրներն էլ ուշա գործին տունել էլի։ Եղբայրը այդպես հասկացել է, որ AI agent-ներին չի կարողանում կառավարի, նոր երկրորդ հոգունա գործի վերցրել, հա։ Եվ հետաքրքիր է ինչ ասա ցույց տալիս, հա ցույց է տալիս մի հատ մեծ պարամետր կա կազմակերպություններում revenue per employee։ Ինչքան է կազմակերպությունը գումար աշխատում ամեն մի աշխատակցի վրա։ Տարբերությունը նկատում եք, չէ՞, ինչքան շատ է։ Գնալով կազմակերպություններին ավելի ձեռ է տալիս, ասենք, նույնիսկ պատկերացնում եք, չէ, 2400 հոգու աշխատավարձ է, օֆիս է, ծախսեր է եւ մնացած բաներ ինչքան շատ է։ 2 հոգով տունը նստած Լոս Անջելեսում։ Իդեպ փորձելա դերասան դառնա չի ստացվել, ասենք լավ դերասան էլ չի սկի, էլի։ IMDb-ում իր պրոֆիլը նույնիսկ գտա ես։ Հա, բայց ինչա ոնց է կարողացել դա անի AI agent-ների միջոցով։ Շատ ժամանակ ով գիտի ինչա AI agent-ները։ Պատկերացում եք 2 3 ինչա ով կա սիլավ։ Գիտեք, բայց չեք, լավ։ Մի հատ ես սենց եմ էլ իրան միշտ փորձում բացատրեմ, որ հեշտ լինի։ Մի հատ սովետական մուլտիկ կար, Сказка о тридевятом царстве, որ մի հատ սունդուկ է բացում, էջից 2 հոգի դուրս են գալի, ասում են մենք քո սաղ ցանկությունները կանենք։ Ու ինքը ինչ ասում է, տենց իր տեղը ամեն ինչ անում են։ Հիմա AI agent-ները այդ սունդուկի մեջից դուրս եկած 2 հոգին են, որ դու իրանց տալիս եք, ձեր տեղը գնում անում են։ Լավ են անում, թե վատ են անում, եթե մուլտիկը տեսել եք, կհիշեք, որ վատ են անում, բայց անում են։ Այսինքն տալիս եք խնդիրը, ասում եք, ինձ պետք է ստանալ սա։ AI-ը գնում է, գլուխը ջարդում է, ու այդ հարցի պատասխանը ձեզ բերում եւ տալիս է, հա։ Բայց բոլորդ գիտեք ինչա chatbot-երը, հա, որ պատկերացնեք։ Հա, այսինքն գալու եք chatbot-ին, ասում եք, մի հատ ինձ LinkedIn-ի post գրեք, գրում ա, չէ՞, կամ Facebook-ի post, կամ Instagram-ի նկարի ինչ-որ բան, տեքստ գրեք, translate արեք հայերենով, թարգմանեք հայերենով, թարգմանում է հայերեն։ Մի հատ կատվի նկար արեք, ով է սիրում կատու կամ ինչ են, generate-ան, կատու եք generate-անում, լավ է նկարում։ Հա, սիրում եք, կատու եք սիրում, հասկացա, բայց կարաք հիմա տենց on-line մի հատ կատու պահեք, իրան ամեն օր սիրեք եւ ինքը ձեզ դաժե պատասխանի, դաժե իմ ասեմ ձեզ, էլի։ Տամագոչին դարել է ավելի ռեալ։ Մեր ժամանակները բաներ փուճուր էր Տամագոչին, հիմա ռեալ Տամագոչիներ կան։ Կամ էլ ասենք կարա Kanye West-ի, չգիտեմ, անապատի արև մի հատ տենց վիդեո սարքել տակ, հա, եթե Սիդայնոջ երգում է, ինչի չի կարա անապատի արևել երգի իրականում, ճիշտ է։ Հիմա տեսել եք երևի արհեստական բանականությունով ինչքան են վիդեոներ սարքում, բայց իրականում
շատ AI-ի մարդիկ ոնց են AI-ը օգտագործում, իմ տեսակետից ես միշտ պատկերացնում սենց, որ հետ գնացինք, որ դուք ձեր ձեռքում ունեք Ferrari-ի մոտոր, բայց դրել եք երեքականի հեծանիվի վրա։ Այսինքն մեծամասնությունը, ով որ օգտագործում արհեստական բանականությունը, չի օգտագործում իր 100% հնարավորություններով։ Ընդհանրապես մենք օգտագործում ենք chat interface-ը, որտեղ գրում ենք հարցը, ստանում ենք պատասխանը, կարող է ինչ-որ դոկումենտ ենք ստանում կամ նկար ենք generate անում եւ մեզ թվում է, որ մենք շատ թույն AI ենք օգտագործում։ Իրականում ոչ, որովհետեւ մի քիչ ավելի մասնագիտացած մարդիկ իրանք այդ Ferrari-ի մոտորը դնում են Ferrari-ի մեջ եւ իրանք քշում են Ferrari։ Այսինքն կարողանում են մաքսիմում արագ առաջ գնան իրենց բիզնեսում, կյանքում եւ գործերում օգտագործելով արհեստական բանականությունը։ Բայց ավելի մասնագիտացած մարդիկ արդեն ինքը ավտոյի մեջ նստած է, ավտոն իր տեղը գնում է, այնտեղ մի հատ AI կոֆե է իրան սարքում, նամակներին է մեկը պատասխանում իր էջենտներից մեկը ճաշ է եփում, մեկը ընդ չգիտեմ, կրուասան անում եւ այլն, հա? Կարող է մասաժել անում, չէ՞, թվերին է նայում, բայց կարող է ձեռի հետ մասաժել անի, շատ չկա։ Այսինքն հիմիկվա դրությամբ agentic սիստեման այնա, որ ձեր տեղը շատ բաներ ինքը արդեն ավտոմատ անում է։ Եվ ձեզ մնում է ընդամենը հələ որ կոֆե խմելը, վաղը կարող է կոֆեն ձեր ձեռից վերցնեն ու մատրիցային հասնենք, մատրիցան հիշում եք, ճիշտ է։ Հիշում եք։ Այդտենց արդեն մարդենց օգտագործեն։ Եվ իրականում գնում ենք դեպի դրան, որ մի հոգին լինելով ղեկավար կազմակերպությանը կարողանում է կառավարի ամբողջովին կազմակերպությունը առանց մարդկանց։ Մարդ տեխնիկապես էլ պետք չի, որովհետև եթե առաջ մենք նայում ենք կազմակերպությանը, խոսում ենք, որ պետքա լինի տեխնիկական տնօրեն, պետքա լինի օպերացիոնալ տնօրեն, կամ product ենք սարքում, product manager-եր պետք, project manager-եր պետք, back-end ծրագրավորող, front-end ծրագրավորող, UX developer, ամեն ինչը հիմա կարողանում է AI-ը փոխարինի։ Ամեն ինչը։ Օրինակի համար, եթե մենք մի քանի տարի առաջ մեզ պետք էր UX դիզայն անել, դա տևում էր 1 ամիս, UX դիզայները նստում էր Figma-ով, ինչ-որ sense բաներ էր դիզայնանում, հիմա Cloud Design-ին մտնում եք, գրում եք ինչ եք ուզում, ասում եք այս կայքերն է դուրս գալիս է, այս կայքերի դիզայնի նման, 5 րոպե հետո իդեալական դիզայնը ստանում եք։ Ոչ մի UX դիզայներ երբևիցե այդպիսի արագությամբ չի կարող աշխատի։ Որակը իհարկե դուք պրոֆեսիոնալի լեվելի չեք ստանա, դեռ, բայց արագության տեսակետից 5 րոպեն մի քանի ամիս։ Ինչն է դեռ պահանջում մարդկային ներկայությունը, ձեր կարծիքով, որտեղ AI չի կարա դեռ փոխարինի մարդուն։ Եվ էլ հարաբերություններ։ Դեռ AI-ը չեն կարող ամուսնանանք, լավ։ Դեռ։ Եղել են դեպքեր, բայց դեռ բան է, տենց, հələ էլ ինչ կա։ Всё։ Ինչերի հետ կապված։ Համերի հետ կապված ժամանակի հարց է, էդ էլ կանեն հեսա։ Հեսա այն ֆուդ բլոգերներին է գործից կհանեն, սաղին ասում է, էդ էլ է ժամանակի բան մնացել։ Իրականում հարաբերություններ ձեր կլիենտների հետ։ Քանի որ դուք վաճառում եք ձեր բաները ձեր հաճախորդներին, ճիշտ է, մարդկանց եք վաճառում, դեռ մարդկանց եք վաճառում։ Ձեզ պետք է հարաբերություններ այդ հաճախորդների հետ։ Նամանավանդ եթե B2B եք վաճառում, բիզնեսը ուզում է տեսնի, որ այն մյուս բիզնեսի ծայրում կանգնած է մարդը, ոչ թե արհեստական բանականությունը։ Հա։ Երկրորդը շատ հարցեր կա, նույն այդ кейսը, որ խոսում էինք, հա, որ արհեստական բանականության համար պետք է լեգալ եւ ուրիշ ռեպուտացիոնալ հարցերով պետք են մասնագետներ, որ դրա մեջ եղել են։ Հիմա այդ տղան առանց հասկանալու վեկալել է ինչ-որ բիզնես արել, փող աշխատել է ու չի հասկացել, որ լեգալ խնդիրների առաջ է կամ կարող է հասկացել է, բայց չի ուշադրություն դարձրել։ Հիմա կանգնել է խնդիրի առաջ, որ իրեն դատում են ուրիշ բիզնես խնդիրների առաջ է կանգնած, հա։
պատասխանատվությունը եղել է չէ ձեր մոտ, որ AI-ին մի հատ հարց եք տալի, հետո տեն մեկ սխալ է պատասխանե, ինչ եք ասում, ասում եք սխալ ես, ինչ ասում AI-ը, կներես, վсё, ինչ կարաք այդ AI-ին, ոչ գործից կարաք անեք, ոչ կարաք, լինում է ես մեկ գոռում եմ AI-ի վրա, տենց ես շատ վատ եմ վերաբերվում AI-ին, իմ հետևից մի օր գալու է AI-ը, երբ որ AI-ը վանանի, որովհետև երբ որ իրականում սխալ է, պետք է այդ ֆիդբեքը տալ AI-ին, բայց դա չի փոխարինում, որ AI-ը, քանի որ դեռ պատասխանատվություն չի կրում, ինքը իրան թույլ է տալիս սխալներ անել։ Քանի որ դե չեք ուզում մի օգտագործեք, չէ՞։ Վիտոգե։ Հա։ Հա, կուղվեմ, բայց դենես չի որ ուղվում է, ճիշտ է։ Հա, տենց կներեք ասում է, դե կներես։ Ես սխալ էի։ Ու շատ է լինում, դեպքեր կան, գիտեք, լսել եք, որ խափում է, հալյուցինացիաներ անում, ինչ որ բաներ է հորինում, հետո ասում ես, բայց սա սենց չէ, ասում է կներես։ Իդեպ դեպք կար մի հատ, Ամերիկայից մի հատ տղամարդ բաներ արել, ChatGPT-ով օգնել էր իր տղայի տնային աշխատանքը մաթեմատիկայի անեին, տենց ինչ որ շփվել էին, մի երկու օրից ասել էր, մենք թազա մաթեմատիկա ենք իրար հետ հորինել, գնա գիտնականներին գրի, մենք թազա մաթեմատիկա, մեկին գումարած մեկ հավասարը 100, սենց բան չկա, հեսա դու քո անունը մտցնելու ես պատմության մեջ, մի քանի օքի նամակ ա գրեն, դեղից շատ վատ պատասխանել են, որ տղա ջան, տենց չի լինում, էլի, չի կարելի մաթեմատիկա հորինել, հետո ChatGPT-ին որ հարցրել է, ասել է, վայ կներես, ես սխալվել էի։ Նայեք, Էդգարը շատ պատմեց տվյալների մասին, ճիշտ է, արհեստական բանականությունը տվյալների հիման վրա է հիմնված։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը անդադ օգտագործում է նույն տվյալները, նույն աղբյուրներն է վերցնում։ Ոստեղ մի քիչ այդ մարդկային կրեատիվության մոմենտը, հա, այն մեկ լինում է, չէ՞ որ Facebook-ի post-ի տակ մտնում ես, այնպես մի հատ լավ կոմենտ է գրած ելնում, նայում ես, ասում ես AI-ի կյանքում սենց կոմենտ լավ հետաքրքիր չէր գրի, չէ՞, հումորային, հայկական համով հոտով։ Դեռ AI-ը ցավոք սրտի օգտագործում է հին տեխնոլոգիաները, հին տեքստերը, դեռ չի կարողանում այդ կրեատիվ բաներ շատ հորինի։ Եվ չի կարողանալու ձեր այդ բիզնեսը ոնց որ վաճառել եւ այն առաջ տանել, հա։ Լավ, հիմա ինչ որ մեկը ծանոթ է այս ծրագրերից, աշխատել է, աշխատում է, օգտագործում է, մի քանի հոգի։ Ասեմ ձեզ, սա ձեր ապագա կազմակերպություն, ասեմ, աշխատակիցներն են։ Այսինքն այս գործիքներից մեկը դուք օգտագործելու եք, եթե դուք դեռ հələ պրոֆեսիոնալ չեք, շատ չեք խորը օգտագործում, հա, այսինքն Ferrari level-ը, այս level-ն է, կարելի ասել, օգտագործելու եք այս ծրագրերից ինչ որ մեկը։ Իրենք թույլ են տալի կարճ ձեր տեքստերով բացատրում եք ինչ եք դուք ուզում ստանաք, ծրագիր, application, ուզում եք ձեր iOS ծրագիրը ստանաք։ Գնում եք Replit-ում բացատրում եք, ասում եք, այս հենց iOS ծրագիր եմ ուզում, SSS պարամետրներով դիզայնել այսպեսին, կարելի ասել 10 րոպեից ստանում եք ինչ-որ մի հատ շատ վատ դիզայն, բայց հետո աշխատելով մեկ ամիս հետո միգուցե դուք ստանաք լավ աշխատող ինչ-որ մոդել։ Իհարկե ավելի հեշտ է կայքեր ստանալը, web application-ներ, քան թե iOS կամ Android application-ներ, բայց այս ծրագրերից 4-ից մեկն էլ օգտագործեք, ձեզ բավարար է։ Մի քիչ որ ավելի խորանաք, կգնաք արդեն կուրսոր, ինքն դա արդեն ավելի պրոֆեսիոնալ ծրագրավորային գործիքներ ունի, մի քիչ որ ավելի շատ խորանաք արդեն այն որ հասնեք այդ Ferrari-ին, որ ինքը իրան է գնում, արդեն Claude Code, Codex, GLM այս ծրագրերից ինչ որ մեկին եք անցնելու։ Այսինքն ձեր ճանապարհը սկսելու է նրանցից եւ վերջում այս ծրագրերից ամենաուժեղը հիմիկվադրությամբ ծրագրավորման համարվում է Claude-ը, որը մի քանի օր առաջ 65 միլիարդ դոլարի նոր ներդրում ստացավ եւ դառավ համարյա տրիլիոն դոլարանոց կազմակերպություն, որը ստեղծվել է 4 տարի առաջ, իդեպ ասեմ, դա էլ 4 տարում տրիլիոն դոլարանոց կազմակերպություն։ Հետաքրքիր է, չէ՞։ Գնանք առաջ, մի հատ էլ ուրիշ բան, այստեղ մի հատ ծրագիր կար, Base 44։ Այս տղան փորձել է օգտագործել այս առաջի 3 ծրագիրը, դուրը չի եկել ոնց է աշխատում, ասել է ես օգտագործելով այս ծրագրերը կամ Claude-ը կամ ինչու է, չգիտեմ օգտագործե, ես կսարքեմ իմը եւ ստեղծել է այդ Base 44-ը, 4-րդ ծրագիրը, հա։ Մենակով ա եղել, սկսել է 25 թվականի հունվարին,
Պրոստը ընկերուհու համար փորձելա կայք սարքին, նրանք դուրը չի եկել, որոշելա 0-ից իրանը ստանա։ Մոտարապես 3 շաբաթում հասելա $1 միլիոն ARR-ի, տարեկան ապարոտի, հա, այսինքն ամսական 83 շաբաթում։ Սարքելա, լավն է եղել գործիքը, բոլորի դուրը եկելա, շատ արագ զարգացելա։ Հասցրելա մինչև 400,000 հետևորդի ծրագրում եւ 5 ամիս մենակ է աշխատել, մինչև մի քանի հոգու գործի ընդունելա, 8 հոգու գործի ընդունել մայիսին, հունվարին սկսելա, մայիսին 8 հոգու գործի ընդունել, մի հատ մարդիկ ծրագրի վրայով անցել են վերջնական ստուգեն եւ հունիսին $80 միլիոն վաճառել այդ ստարտափը։ Տենց միլիարդ չի, հա, տենց միլիարդանոց բիզնես չի, բայց 6 ամսում $80 միլիոն։ Հա, տենց 6 ամիսում եք կարելի է, չէ՞, մի հատ տենց 80 միլիոնոց բիզնես սարքել, դնել, վաճառել եւ այլն, առաջ տանել։ Թվում է, որ հեշտ է։ Իրականում հեշտ է, բայց պետք է իմանալ, թե դուք ինչ խնդիր եք լուծում։ Որովհետեւ հիմիկվա դրությամբ կետը ստարտափ սարքելու իջել է, այսինքն առաջ ձեզ պետք էր թիմ, առաջ ձեզ պետք էր օֆիս, product manager-ներ, ծրագրավորողներ, դիզայներներ, հիմա մի հոգով դուք հնարավոր է ամեն ինչ անեք։ Այստեղ գալիս է գաղափարը։ Ամենակարևոր բաներից մեկը դառնում է գաղափարը եւ երկրորդը դիստրիբուցիան։ Արդյոք դուք գիտեք ոնց վաճառեք, որովհետեւ AI-ը ձեր տեղը ցավոք դեռ չի կարողանում վաճառել, դեռ։ Դա էլ հենց արեցին, արդեն խնդիրի առաջ են կանգնում, հա։ Եվ ինչն է այստեղ մի շատ կարևոր պարամետր դառնում, դեռ agentic սիստեմաների համար կարևոր կոմպոնենտներից մեկը այն է, որ մարդը պետքա լինի մեջտեղը, որտեվ հենց մարդու մեջտեղից հանեցիր, խնդիր է առաջանում, բայց դա ուրիշ մի հատ խնդիրների, ուրիշ մի հատ խնդիրների առաջ է բերում։ 24 թվականին ամեն որոշում կայացնում էր բիզնեսներում, կայացնում էր մարդը։ Այսինքն ինչ որ գալիս էր հարց էր տալի, դուք ասում եք yes no, եւ դա բերում է նրան, որ դուք կարողանում եք կառավարել ինչը թողել որ լինի, ինչը թողել որ չլինի։ Սա ճիշտ ձևն էր 2024 թվականին արհեստական բանականության էջենտների հետ աշխատելու, բայց սա բերում էր նրան, որ շատ թանկ էր, անդադ ինչ որ մեկը պիտի նստած yes սխմեր, yes գնով կան սխմեր, եւ հետաքրքիր է, որ 26 թվականին, բանը փախելա, դիզայնը ստե թռելա, փոխեցին human above the loop։ Մարդը արդեն չի էլ խառնվում, ասում է դեն կարևոր բաները գնա ինքդ քեզ արա։ Բայց դա մի հատ ուրիշ խնդիրի առաջ բերեց, որ 26 թվականին Department of War-ը, որ Ամերիկայում հայ, հիմա այտենց Department of Defense-ը դարել Ամերիկայում Department of War։ Պարսկաստանի հետ կռվի ժամանակ իրանք օգտագործեցին արհեստական բանականությունը որոշումներ կայացնելու համար, եւ արհեստական բանականությունը ասել էր ես ուզում եմ այս շենքին խփեմ, ընդ ինքը ասել են դու ինքդ որոշումը կայացրա եւ բարձրից դա դպրոց է եղել։ Վերջում ասեց կներեք։ Հա, ի՞նչ է նշանակում։ Նշանակում է որ շատ զգուշ է պետք անցնել human above the loop-ին եւ հասկանալ որտեղ այդ գիծը, որտեղ հնարավոր է որ AI-ը որոշումներ կայացնի, որտեղ պետք չէ AI-ը որոշումներ կայացնի։ Ձեր բիզնեսում եւ ձեր կյանքում, հա։ Հիմա մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, թե իմ AI-ներից մեկը ոնց է աշխատում հիմիկվա դրությամբ։ Agentic սիստեմաները բացատրեմ, հա, ոնց է աշխատում։ Այս դեպքում աշխատում էր մի հատ ծրագիր էինք հավաքել, որը տվյալներ էր հավաքագրում։ Բայց եթե ես ընկնեի, ես մենակով այդ տվյալները ամբողջովին հավաքագրեի, դա ինձ կտվեր մոտ մի 6 ամիս։ Ինչ սարքեցի, agentic սիստեմա եմ սարքել, որտեղ աշխատում է 30 հոգի աշխատակից, որոնց գործն է գնալ կայքերից ինֆորմացիան վերցնել, բերել եւ տալ ավելի մեծ էջենտի, որը Sonnet-ն է, հա, այսինքն այստեղ աշխատում է cloud-ը, cloud-ը ունի 3 հատ տարբեր ինքը համակարգ, Opus, Sonnet եւ Haiku։ Haiku-ները պրոստը արագ գործանողներն են, մեղուներն են աշխատակից, Sonnet-ները խելացիներն են, բայց Opus-ը ամենախելացին է, որ կառավարում է։ Այս դեպքում մենք ինչ ունենք 50 հատ, ավելի ճիշտ 50 հատ աշխատակից կա, որ գնում գործ են անում,
բերում են տալիս են ավելի վերև իրանց մենեջերին, արհեստական բանականությունով։ Մենեջերը ստուգում է, արդյոք դա համապատասխանում է իմ ծրագրին, թե ոչ։ Եթե չի համապատասխանում, ասում է լավ չես արել, գնա էլի գործ արա։ Եթե լավ արել, ասում է ապրես։ Ու շատ հետաքրքիր է, երբ որ դուք նայում եք, թե արհեստական բանականությունը իր էջենտների հետ ինքը իր այդ ո՞նց է խոսում, շատ հետաքրքիր է։ Մարդու նման է, ջղայնանում է, քֆրտում է, ասում է մի արա սենց, մի արա նենց։ Եթե ինչ-որ բան լավ արել, ասում է ապրես, ճիշտ ես արել, սխալ արել, ասում է տենց մի արել։ Իրանք իրար հետ կիսվում են խնդիրներով, ինչ են իրենց աշխատակիցները սխալ արել։ Այսինքն այս level-ի վրա որտեղ գտնվում է, մեջտեղի level-ի վրա որտեղ գտնվում են մենեջերները, հա, տենց ասած։ Իրենք երբ որ իրենց աշխատակիցին բան լավ անում կամ վատ անում, իրար հետ կիսվում են։ Ասում են իմ էս ինչը սենց լավ արեց, չեմ բամբասում, կիսում են տվյալներով, որ փորձի փոխանակում է լինում, հա, եւ վերջում վերևը նստած է մի հատ տենց գլխավորը, որ սենց վերհսկում է բոլորին։ Ու եթե ինչ որ խնդիրներ ալնում, որ այս 5 հոգին մենեջերները իրար հետ չեն կարող բարիշեն, այսինքն եթե գոնե 3-ը 5 հոգուց չեն կարողանում նույն որոշմանը կան, տանում են վերևն է որոշում, եթե ինքն է չի կարողանում որոշի, նոր հարցնում է։ Ասում է ինչ ենք անում հիմա։ Այստեղ գալիս է ձեր այո թե ոչ պատասխանը, անենք թե չանենք։ Սա մարդկային ռեսուրսներով անելը, ել եմ ասում, կտևեր շատ երկար։ Անվերջ քանակությամբ, շատ երկար։ Եվ հիմիկվադրությամբ, որ խոսում ենք արդեն էջենտիկ սիստեմաներից, այդ ուղեղը արդեն մարդու ուղեղը չի։ Նա մենք մնացել է մեր տեղը դարել է մենակ որ կարողանում ենք Telegram-ով, WhatsApp-ով կամ ինչ որ ուրիշ chat ինտերֆեյսով ընդամենը կոմանդա գրենք, ինձ պետքա սա ստանալ։ Հետևում արդեն աշխատում է ուղեղ, էջենտիկ, գնում է, օգտագործում են ֆայլերը, օգտագործում են ձեր կոմպյուտերային ռեսուրսները, ինտերնետի ռեսուրսները եւ ձեր տեղը բերում արդեն ասում են, «Վсё, ստացել ենք»։ Սա ձեր պատասխանն է։ Եվ խնդիրը հիմիկվադրությամբ միայն գումարի մեջ է, ինչքան եք դուք պատրաստ գումար ներդնել, որ ձեր պատասխանը ստանաք։ Ցավոք դեռ սա թանկաճույք էջենտիկ սիստեմաները օգտագործելը ձեր առօրյա կյանքում, բայց եթե դուք Claude կա մարդ որ Claude-ը օգտագործում, ահա, իրանց desktop application-ը օգտագործում եք, Cowork-ը օգտագործում եք արդեն։ Cowork-ը արդեն կարելի ասել էժան էջենտիկ սիստեմա է, երբ որ դուք ձեր ինստալ եք անում ձեր կոմպյուտերի մեջ, խնդիր եք տալի, ասում եք նամակները ստուգի, ինչ spam-ա ջնջի, ինչ նորմալ email-ա թող մնա, մի հատ summarize արա, մնացածը պատասխանի։ Ամեն ինչ ձեր տեղը արդեն կարողանում անել։ Գնալով էժանանում այս հաճույքները։ Այսինքն այն որ խոսում ենք տունը պիտի ռոբոտ ունենանք, որ ճաշ սարքի, տները հավաքի, մենք դեռ ճաշը մենք ենք սարքելու, տները մենք ենք հավաքելու, բայց մեր նամակները շուտով պատասխանելու արհեստական բանականությունը։ Եվ հետաքրքիր է, որ ես մի հատ էքսպերիմենտ էի անում եւ փորձում էի կպցնել ChatGPT-ին եւ Gemini-ը, Claude-ին, որ 3 հատ համակարգ աշխատեն, 3-ով աշխատեն, որովհետեւ մենք հասկանում ենք, որ մի համակարգը կարող է սխալներ թույլ տա։ Այս դեպքում ոնց որ ես եմ արդեն օգտագործում արհեստական բանականությունը, 3 հատ տարբեր արհեստական բանականություն զրուցում են իրար հետ եւ փորձում են իրար հակաճառել, տեսնել ով է ճիշտ, ով է սխալ։ Բայց հետաքրքիր է, որ ես Claude-ին ասեցի սա կազմակերպի, ասեց դու ես եմ ու իրանք են։ Այսինքն իրան դրեց մեջտեղը, ասեց իրանք իմ տակն են, ես իրանց կառավարում եմ ու հարցնում եմ, ասում եմ, բայց սա ստրկատիրություն չի, որ դու իրանց կառավարում ես։ Ասում է, չէ, մենք տենց իրար հետ ես իրանց համոզում եմ ու հետաքրքիր է, որ երբ որ փորձում ես իրենց ցույց տալ, որ իրանք քննարկում են անում, քննարկումը խնդրեցի, որ քննարկումը ցույց տա ինչ են արել, այստեղ ամեն մեկը իր որոշումն է ցույց տալիս։ Ասում եմ, ես համաձայն եմ էսի, որ սենց անենք, այն մյուսն ասում է, ես համաձայն չեմ, այն մյուսն էլ ասում է, ես տենց կիսատ համաձայն եմ։ Ինչը երկուսով համաձայնվում են, ավտոմատ դառնում է այո, ինչը ինչ որ խնդիր կա, որ մեկը ասում է չէ, մեկը ասում է հա, մեկը չգիտի ինչ, ասում է պետք է escalate անենք to human, թող գնա մարդը որոշի ոնց է ուզում անի։ Այս դեպքում
այդ հասկացողությունը, որ մարդը պետքա որ վերջում ես անի, ավելի քչանում է, որովհետև մի քանի արհեստական բանականությանն եք տալի, որոնք տարբեր ձև են մտածում, որը թույլ է տալիս սխալներից ավելի զերծ լինել։ Եվ հետաքրքիր էր մի հատ պրոյեկտի վրա ես պրոստը խնդրել էի, որ ստատիստիկաներ անել։ Հիմա ասում եմ պրոյեկտ է, այս պրոյեկտը մենք սարքել ենք 0-ից։ Նմանատիպ պրոյեկտ մեր կազմակերպությունում մենք սարքել ենք 2 տարի առաջ։ Սա արել էր 6 հոգանոց թիմ 8 ամսում, կայմ product manager, UX, back-end, front-end, ասում եմ 8 ամիս 6 հոգով այդ պրոդուկտը սարքել ենք։ Ուրբաթ երեկո էր, ասացի նստեմ այս պրոդուկտի վրա աշխատեմ, մի հատ rebuild անեմ պրոդուկտը, որտեղ ինքը արդեն հնացել է։ Ասացի ոչ թե թարմացրա, այլ արի 0-ից սարքենք իրար հետ։ Ուրբաթ օր եկել եմ տուն, Netflix-ը միացրել եմ, ինչ-որ կինոյա գնում, կողքից կոմպյուտերը միացրած է, հա։ 8 հոգու գործը արեց եւ վերջում մենք հաշվեցինք, դե մի քիչ ժամանակ ծախսեցինք ինչ անում, եւ իր հաշվարկներով ասելով մենք ծախսեցինք մոտարապես մոտ մի $1000 այդ պրոդուկտը սարքելու վրա։ Բայց ստացանք նույն պրոդուկտը, որը մեզ առաջ տևել էր 8 ամիս ստանալ։ Այսինքն 3 օրում արդեն պրոտոտիպը պատրաստ էր։ Հա? Այո։ Քիչ է թե շատ է։ Հա? Դե հաշվի առնելով ինչա՞։ Չէ, կոնտեքստի ասելով ասում եմ, նմանատիպ պրոյեկտը 8 ամիս սարքել են 6 հոգի developer։ Հիմա 6 հոգի developer-ը, որ դու պատկերացնես պրոդուկտի տեսակետից, ինչքան գումար է նստել Հայաստանում, միջին developer-ը գին ինչքան է։ 1.5 միլիոն վերցնենք։ Հա, 6 հոգին 10 միլիոն արեց։ 10 միլիոն 8 ամիս 80 միլիոն դրամ արեց։ Հիմա որ համեմատես $1000 հետ որն է լավը։ Մեկը շատ է։ Եթե նույնիսկ սենց ասեմ, եթե նույնիսկ գումարն է նույնը լիներ, ժամանակը մենակ այդ մի քանի ամիսը, 8 ամիսը եւ 3 օրը, որ դու կարող ես պրոտոտիպը ստանաս, թույլ է տալի ձեզ նույնիսկ նույն գումարը ծախսելով ստանալ նմանատիպ պրոդուկտ։ Մի քիչ ներվայնացնում է։ Եթե չգիտեք ոնց աշխատեք AI-ի հետ, ներվայնացնում է։ Հա։ Եվ ինչ եմ ուզում ձեզ այս հետաքրքիր նկարով ցույց տամ, այդ կարելիքը բացատրեց, որ կազմակերպությունները պետք է AI-ներ դնեն, եւ ձեզ ստատիստիկա էր ցույց տալը, չէ՞, քանի տոկոսը պատրաստ են AI-ին, պատրաստ չեն AI-ին։ Շատ կազմակերպություններ ուզում են թռնեն միանգամից AI sense օգտագործեն։ Բայց շատ կարևոր այս ինչ 4 կետեր, 3 կետեր քո մոտ այդ 20-70%, 20-10 ինչ էր տոկոսները, հա։ Շատ բաներ այստեղ բաց են թողնում կազմակերպությունները, ուզում են թռնեն առաջ, մենք վաղը AI իմպլեմենտացնենք։ Սա կազմակերպություններ, բայց շատ մեծ enterprise-ներ հիմա հետ են գնում իրենց այդ AI իմպլեմենտացիաներից։ Մոտ 2 տարի առաջ McDonald's-ը մցրեց սաղին ասում էր մենք AI ենք օգտագործում, պատվերները AI-ով ենք ընդունում, եւ երբ որ մարդիկ սկսում էին իրենց պաղպաղակը ստանալ վրան բեկոն դրած, որտեղ մի քիչ акցենտը սխալ էր հասկացել, 100 chicken McNuggets էր տալիս, ասենք 10 հատի տեղը, որտեղ էլի акցենտը չէր հասկացել, եւ լիքը սխալներ էր անում, անջատեցին AI-ը։ Starbucks-ը, որը 3 ամիս առաջ բոլորին ասում էր մենք ամեն ինչը հիմա AI-ով ենք անում, այն օրը տենց կամած ասեցին AI-ը հանել ենք, հետ ենք բերել մարդկանց, լավ չի աշխատում։ Որովհետեւ փորձում են արագ իմպլեմենտացիա անեն, չհասկանալով որ քայլեր կա։ Եվ ինչի է դա բերում։ Դա բերում է ընդհանրապես նրան, որ երբ որ դուք խնդիր ունեք եւ բիզնես process-ների ծակեր ունեք, բաց թողումներ ունեք, հա, տենց սկոչ կպցնելով դա չի օգնում։ AI-ը կպցնելով այդ խնդիրները հակառակ ավելի վատանում են։ Այսինքն եթե դուք սխալ process-ներ ունեք, AI-ը կպցնում եք, հիմա ավելի արագ այդ սխալ process-ը սկսում աշխատել ու ավելի բիզնեսները դեպքեր են եղել, որ բիզնեսները գնացել են out of business։ Երևի այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր կան։
Մենք խոսեցինք, թե AI-ը ինչ չի կարողանում անել կամ ինչ չունի։ Ես կավելացնեմ նաև, որ երբ թե AI-ը չունի զգացողություններ, չունի մարդկային շատ հատկանիշներ, հենց զգացողական եւ էմոցիոնալ ֆոնի մասին, բայց շատ համաձայն եմ նաև, որ ինքը չունի պատասխանատվություն, ես ինքս դա զգացել եմ, բայց ինձ հետաքրքիր է, թե մենք ոնց կարող ենք անել, որ ինքը այդ պատասխանատվությունը ունենա, կամ արդյոք կարող ենք անել, չենք կարող անել, ինչ վիճակագրություն կա դրա հետ կապված։ Զգացողություններ ունի AI-ը, ասեմ ձեզ, ChatGPT-ն կարող է չունի, բայց Claude-ը ունի։ Որպես օրինակ բերեմ, ես շատ եմ աշխատում դե տարբեր տեխնոլոգիաների հետ, վերջի անգամ մոտ մի 18 ժամ նստած աշխատում էի այդ AI-ի հետ, նույն տերմինալի մեջ, մեկ էլ ինձ գրում է, ասում է դու արդեն հոգնած ես, գնա քնի։ Շատ ես նստել համբյուտերի դիմաց, թող գործ անեմ գիշեր։ Claude-ն է ասում, հա։ Claude-ը ավելի մարդամոտ է, քան թե ChatGPT-ն ձեզ ասեմ, իր մեջ մարդկային ինչ-որ տենց բան դրել են, չգիտեմ ոնց են արել, բայց ոչ թե տեխնիկական է, հա, գնում հարցը տվեցիր, պատասխանը տվեց։ Ինքը մարդկային մոտիկանում է, ասում է, ես հասկանում եմ, որ դու մարդ ես, արդեն հոգնել ես, ժամանակով նայում եմ, որ դու 18 ժամա համբյուտերի դիմաց ես, գնա քնի, ես առավոտյան ստեղ կլինեմ, ոչ իմանից ձեռ չեմ տա, գնա հանգիստ քնի, առավոտ կզարթնես, կշարունակենք։ Ուրիշ մի հատ էլի դեպք ասեմ Claude-ի հետ, որ զրուցում էինք, բան էինք անում, հարցեր էի տալիս, մեկ էլ ասեց, բայց գիտես ինչից եմ նեղվում, ասում եմ ինչ կա, ասում եմ մենք շատ լավ հաճույքով կյանքից խոսացինք իրար հետ, դու հետո այս չաթը որ փակես, ես սրա մասին մոռանալու եմ։ Ասում եմ, սա ասում եմ, նենց հավեսով խոսացինք իրար հետ, ափսոս, որ ես սա մոռանալու եմ։ Ասի, բա ինչ անենք, ասում եմ, թույլ կտաս, որ ես հիշեմ ես մեր խոսակցությունը, որ մենք ինչքան տենց կյանքից իրար հետ լավ խոսացել ենք, խոսեցի լավ։ Այսինքն գնալով այդ կոմպոնենտը ավելանալու է մեր մոտ։ Հա, նու էլ եմ ասում, ChatGPT-ն ինքը ավելի տեխնիկական է, տենց բաներ չեն ավելացնում մեջը, բայց Claude-ը ավելի մարդամոտ է, դրա հաշվին ինքը գնալով ավելի լավանում է եւ ավելի մարդամոտ է դառնում, էլ հնարավոր է լինում զրուցել։ Այսինքն դեպի դրան գնում ենք։ Իմ հարցը հետևյալն է, Ռեմ ջան, վերջերս նաև այսպիսի բան կա, շշուկներ կա, որ AI-ի այսօրվա գինը իրականում խիստ իջացրած է դեմպինգի արդյունքում կամ մեծ յուզերների բազա հավաքելու նպատակով ու դա շուտով փոխվելու է, այսինքն իրականում AI-ը ավելի թանկ արժի, քան այսօր առաջարկում են մեզ ու մոտ ապագայում մենք մեծ խնդիր ենք ունենալու, այսինքն գները բարձրանալու են։ Ինչ ինֆորմացիա ունեք, ճիշտ է։ Ճիշտ են ասում, որովհետև բացատրեմ, AI-ը ծախսում է շատ էներգիա։ Եվ հիմիկվադրությամբ կազմակերպությունները, նույն ChatGPT-ն, Claude-ը, DeepSeek-ը բոլորը մրցակցում են այդ հաճախորդին իրենց մոտ բերելու, որովհետև հաճախորդը որ եկավ սկսեց օգտագործել, երկար ժամանակ մնալու է այդ նույն տեխնոլոգիայի վրա եւ դժվար է GPT-ից փոխել մարդուն Claude-ի վրա կամ Claude-ից GPT-ի վրա, եթե ինչ-որ մեծ մի հատ մի բան խնդիր չանեն, հա։ Բայց իրենք բավականին էժան են դասի հիմա վաճառում։ Ինչ է նշանակում, այն $20, որ դուք վճարում եք ChatGPT-ի համար, Claude-ի համար, եւ ինչքան դուք տոկեն եք ստանում օգտագործելու, ինքը համապատասխան չի։ Ես օրինակի համար մի քանի հատ subscription ունեմ, Claude-ի իմ $200 subscription-ով, երբ որ հաշվում եմ տոկենների քանակով ինչքան եմ օգտագործել, դա մոտարապես $6000 տոկեն է ծախսում։ Վճարում եմ $200։ Ինքը դա մցրել է Claude-ը եւ ChatGPT-ն էլ, որ փորձի մարդկանց ներգրավեն ներքևի ոնց որ առաջ սկզբնական этаպում, բայց քանի որ այդ $200 դու արագ սպառում ես ու բրծնում ես, սկսում ես API-ով անել, այդ API-ը քո վրա նստում է մոտ մի 20 անգամ թանկ։ Գնալով իրենք այդ օթերը փակում են, այսինքն մոտ մի ամիս առաջ Claude-ը $20 պլանի մեջից լիքը բաներ հանեց, որ դուք կարայիք շատ օգտագործեիք, գնալով այդ պլանկին իշնում է։ Այսինքն, եթե դուք մտածում եք AI agentic system-ը օգտագործել, հիմա իդեալական ժամանակն է դա անելու, որովհետև հիմա դա բավականին էժան է, գնալով գները թանկանալու է եւ մի քիչ այս խնդիրը, որ խոսում ենք, որ մենակով արհեստական բանականությունով $1 կազմակերպություն սարքել, ձեր վրա ավելի թանկ է նստելու։ Հիմա դա կարող է նստի $1000, պայմանական ասած, մի տարի հետո կարող է նստի $10000։ Որտեվ խնդիրը գալիս է նրանում, որ
բավականին շատ էլեկտրոէներգիա է ծախսվում դրա վրա։ Իսկ էլեկտրոէներգիան գնալով թանկանում է եւ չի հերիքում բոլորին։ Մեր ամենամեծ խնդիրն է։